Բարև ձեզ էպիկենտրոնի զրուցակիցն այսօր Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին է։ Պարոն Սոբհանի, շնորհակալություն հարցազրույցը չմերժելու համար։ Թեև իրադարձությունները րոպե առ րոպե փոխվում են, բայց այս պահին ինչ կարող եք ասել հրադադարի հաստատման մասին։ Բիսմիլլահ ռահման ռահիմ, mən həm xidmət şuma və Ես նույնպես ողջունում եմ ձեզ եւ սիրելի հեռուստադիտողներին։ Հունիսի 13-ի առավոտյան սիոնիստական ռեժիմը զինված հարձակում իրականացրեց իմ երկրի դեմ, նահատակվեցին մեր մի շարք հրամանատարներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքացիներ, կանայք եւ երեխաներ։ Թիրախավորեց որոշ կենտրոններ, մասնավորապես քաղաքացիական կենտրոններ։ Եվ ապա այս հարձակումներն ընդլայնվեցին թիրախավորելով մեր որոշ ենթակառուցվածքներ։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները լիովին հակասում էին միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Մենք գործողություններ ձեռնարկեցինք սիոնիստական ռեժիմի զինված ագրեսիայի դեմ, հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա։ Այն է ինքնապաշտպանություն։ Եվ ըստ էության թիրախավորեցինք օկուպացված որոշ տարածքներ։ Մեր վճռական եւ արդյունավետ հարվածները ստիպեցին, որ նրանք կորցնեն իրենց կառավարման եւ վերահսկողության հնարավորությունը եւ պատահեց մի բան, որին նրանք չէին հավատում։ Քանի որ նրանք գտնվում էին թույլ դիրքում եւ փլուզման եզրին, դիմեցին Միացյալ Նահանգների անմիջական օգնությանը։ Սիոնիստական ռեժիմի կողմից հիվանդանոցների, մշակութային կենտրոնների, ինչպիսիք են պետական հեռուստաընկերությունը, շտապօգնության մեքենաների եւ սովորական մարդկանց տների թիրախավորումը, որոնց հետևանքով սպանվեցին անմեղ մարդիկ եւ պատերազմին Ամերիկայի անմիջական միջամտությունը նրանց օգնելու համար հստակ ցույց տվեցին, որ սիոնիստական ռեժիմը թույլ դիրքում էր, լուրջ վնասներ էր կրել եւ անկարող էր դիմակայել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Սիոնիստական ռեժիմի վարչապետը զբաղված է ստելով ու մոլորեցնելով Միացյալ Նահանգների նախագահներին եւ շեղելով հանրային կարծիքը փաստերից։ Այս փուլում նրան հաջողվեց Ամերիկայի նախագահին գցել պատերազմական թակարդի մեջ։ Հետևաբար սիոնիստական ռեժիմի դեմ մեր օրինական պաշտպանության 10-րդ օրը մենք ականատես եղանք Ամերիկայի Միացյալ Նահանգների անօրինական ագրեսիային մեր որոշ միջուկային օբյեկտների նկատմամբ։ Իրականում մենք ականատես եղանք աշխարհի երկու միջուկային տերությունների ագրեսիային եւ հարձակմանը մի երկրի դեմ, որը միջուկային զենք չունի։ Այս երկու երկրներից մեկը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ չէ, եւ նրանք հարձակվեցին մի երկրի վրա, որը միջուկային զենքի չտարածման պայմանագրի անդամ է եւ որի խաղաղ միջուկային գործունեությունը գտնվում է ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո։ Մենք սկզբից իսկ հայտարարել էինք, որ եթե Միացյալ Նահանգներն ուղղակի մտնի Իրանի հետ հակամարտության մեջ, մեր պատասխանը խիստ կլինի։ Իհարկե, պատերազմի հենց սկզբի օրից Միացյալ Նահանգներն անուղղակի աջակցություն էր ցուցաբերում, եւ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև այլ երկրներ օգնում էին սիոնիստական ռեժիմին եւ քաղաքական եւ ռազմական տեսանկյունից։ Նրանք անընդհատ կրկնում էին, որ Իրանը պետք է հանձնվի, որ Իրանը պետք է գա եւ խաղաղության համաձայնագիր ստորագրի, բայց դուք ինքներդ տեսաք, որ Իրանը ոչ միայն չհանձնվեց, այլև շատ ջախջախիչ պատասխան տվեց սիոնիստական ռեժիմին եւ Միացյալ Նահանգներին։ Հետևաբար Միացյալ Նահանգների բացահայտ եւ անօրինական ագրեսիայից հետո, ինչպես խոստացել էինք, մենք շատ կարճ ժամանակում թիրախավորեցինք տարածաշրջանում գտնվող Միացյալ Նահանգների ռազմական եւ ավիաբազան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր միայն երկու երկիր է կարողացել կրակ բացել եւ թիրախավորել Միացյալ Նահանգների ռազմական բազաները։ Առաջինը Իրանն էր, իսկ երկրորդը Իրանը։ Այսպիսով տարածաշրջանում ամենամեծ եւ ամենաուժեղ պահպանվող Միացյալ Նահանգների ռազմական բազայի վրա մեր վճռական եւ ջախջախիչ հարձակումներից ժամերանց նրանք դիմեցին դադարեցնել պատերազմը, եւ մենք մեր սեփական ուժերով նրանց հրադադար պարտադրեցինք։ Այսպիսով մենք այժմ գտնվում ենք ռազմական գործողությունների դադարեցման եւ հրադադարի իրավիճակում։ Եվ ինչպես մեր արտաքին գործերի նախարարը հայտարարել է, եթե նրանք հարգեն հրադադարը, մենք նույնպես կհետևենք դրան։ Եվ ինչպես ապացուցել ենք, եթե նրանք փորձեն խախտել այն, մենք կրկին կպաշտպանվենք ամբողջ ուժով։ Այս հրադադարի ուղերձն այն է, որ Իրանը իր սեփական ուժերով պատերազմի դադարեցման պատճառ դարձավ, եւ հակամարտությունից 10 օր հետո աշխարհը պետք է հասկացած լինի, որ Իրանի հետ ուժի լեզվով չեն խոսում, եւ որ ոչ ոք չպետք է սպառնա Իրանին եւ իրանցիներին։ Ձեր երկրին մեղադրում են գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար։ Դուք հերքում եք այդ մեղադրանքները։ Ինչ հիմնավորումներ ունի Թեհրանը։ Heç kəs nətونسته heç سازمانی تا به حال Ոչ ոք եւ ոչ մի կազմակերպություն չի կարողացել փաստեր ներկայացնել, որ Իրանը շեղվել է իր խաղաղ միջուկային ծրագրից։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը եւ նույնիսկ Միացյալ Նահանգների հետախուզության ծառայությունը չեն ապացուցել, որ Իրանը ձգտում է միջուկային զենքի։ Մենք չենք ձգտել միջուկային զենքի եւ չենք ձգտի, քանի որ միջուկային զենքը մեր ազգային անվտանգության դոկտրինի մաս չի կազմում։ Մենք մեր անվտանգությունը հիմնում ենք մեր ներքին անվտանգության եւ մեր սեփական ժողովրդի վրա։ Եթե մենք ձգտեինք
միջուկային զենքի, երկու միջուկային տերությունների կողմից մեր դեմ այս հարձակումներն ու ագրեսիաները թերևս լավագույն պատրվակը կլինեին մեզ համար միջուկային զենք մշակելու։ Մենք բանակցությունների մեջ էինք Միացյալ Նահանգների հետ վստահեցնելու համար, որ մենք չենք ձգտում միջուկային զենք մշակել։ 1996 թվականից ի վեր սիոնիստական ռեժիմի վարչապետը անընդհատ ստում էր, որ Իրանը 1 տարի, 2 տարի, 3 ամիս հետո մինչև ամառ միջուկային զենք կստանա։ Նա անընդհատ ստում էր, եւ սրանք էին Իրանի վրա հարձակվելու պատրվակները։ Պարոն Սոփանի, Թրամփը հայտարարեց, որ նախքան ամերիկյան բազաներին հարվածել է, Իրանը տեղեկացրել է այդ մասին իրենց, անգամ շնորհակալություն հայտնեց, արդյոք այդպես է եղել։ Ես այս հարցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ, բայց չեմ վստահում նրանց ասածներին։ Նրանցից անընդհատ լսվող ստերի պատճառով։ Ինձ համար կարևորը մեր կառավարության եւ մեր երկրի խոսնակի հայտարարածն է։ Թրամփի ասածը ինձ համար բացարձակապես կարևոր չէ։ Մի տրվեք պատրանքներին ու ստերին։ Պարոն դեսպան, հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածեց 3 օբյեկտի միջուկային, իրանական կողմը ասաց, որ դրանք նախապես տարհանվել էին, իրականում ինչ էր տեղի ունեցել եւ ինչ վնասներ է կրել Իրանը այդ հարվածներից։ Հանուզ գոզարիշի դանի ռաբեթե Այս կապակցությամբ դեռևս որևէ զեկույց չի ներկայացվել։ Մենք սպասում ենք, որ մեր ատոմային էներգիայի կազմակերպությունը զեկույց ներկայացնի այս կապակցությամբ։ Մեր միջուկային գիտելիքները չեն կարող ռմբակոծվել։ Մենք արագ կերպով կշարունակենք մեր աշխատանքը եւ ապագայում դուք կտեսնեք, որ ստերը նախատեսված են հանրային կարծիքը խեղաթյուրելու եւ ուժը ցուցադրելու համար։ Ժամանակը ցույց կտա, թե որքանով են հավաստի այդ պնդումները։ Կտեսնեք, որ մենք կշարունակենք եռանդուն կերպով իրականացնել մեր խաղաղ միջուկային ծրագիրը։ Պարոն Սոփանի, Հորմուզի նեղուցը Իրանի խաղաքարտն է, խորհրդարանը կողմ քվեարկեց, որպեսզի այն փակվի, ինչ է սպասվում հիմա այս հարցում։ Խորհրդարանն այս հարցի վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Դրանք կարող են լինել որոշ անհատների անձնական կարծիքներ։ Մեր պաշտոնական քաղաքականությունը հայտարարվում է պաշտոնական մարմինների կողմից։ Լրատվամիջոցների ենթադրությունները կամ անձնական կարծիքները հավաստի չեն։ ԱՄՆ-ն կամ այլ արևմտյան ուժեր արդյոք փորձում են ազդեցություն ունենալ Իրանի ներքաղաքական կյանքին, այսպես ասած, իշխանափոխություն անել։ Իրականում նրանց այս ծրագրերը մեր դեմ իրականացված ագրեսիաները եւ միջուկային հարցը ընդամենը պատրվակներ էին։ Նրանց գլխավոր նպատակը Իրանի ներքին փլուզումն էր։ Մեզ հասցված առաջին հարվածից հետո նրանք պատկերացնում էին, որ Իրանում հոգեվոր եւ հոգեբանական փլուզում եւ անկում տեղի կունենա։ Այս 12 օրերի ընթացքում մենք ականատես եղանք Իրանի Իսլամական Հանրապետության ներսում ներքին համախմբվածության ամենաուժեղ դրսևորմանը։ Մեր երկրում ամբողջ ժողովուրդը, էթնիկ խմբերը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վճռականորեն աջակցեցին մեր զինված ուժերին, մեր կառավարությանը եւ մեր երկրին։ Նրանք կանգնած էին մեր կառավարության եւ զինված ուժերի կողքին։ Մեր երկրի ներքին համախմբվածությունը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր թշնամիները միշտ սխալվում են Իրանի վերաբերյալ իրենց հաշվարկներում եւ երբեք չեն կարողացել ճանաչել իրանական հասարակության իրականությունը։ Այս 12 օրերի ընթացքում իրանցիները հստակ ցույց տվեցին, որ իրանցի լինելը միայն անձնագիր նույնականացման քարտ ունենալը, ծննդավայր կամ իրանցի ծնողներ ունենալը չէ, այլ իրանցի մնալն է եւ նրանք բոլորը մնացին իրանցի եւ այդպիսով պաշտպանեցին երկիրը թշնամու դեմ լիարժեք դիմադրությամբ։ Մեր ժողովրդի բոլոր շերտերը ցույց տվեցին իրենց ազգային համերաշխությունը եւ երկրի նկատմամբ իրենց նվիրվածությունը, որոնց մասին հետագայում կգրեն պատմագիրները։ Թշնամին կրկին մեծ պարտություն կրեց իր հաշվարկներում։ Իրանի ժողովրդին դեռ չեն ճանաչել։ Ես խորհուրդ եմ տալիս պատմություն կարդան Իրանի պատմությունը։ Անդրադառնանք Հայաստանին եւ հարևան երկրներին։ Օրեր առաջ տեղի ունեցած ձեր ասուլիսում նշեցիք, որ Ադրբեջանի տարածքից Իրանի ուղղությամբ իսրայելական ԱՏՍ-ների արձակման մասին հավաստի տեղեկություններ չկան։ Դրան հաջորդող օրերի ընթացքում Թեհրանն այս հարցով ինչ-որ բան պարզել է։ Ոչ, մենք այս առումով հավաստի տեղեկություններ չունենք եւ չենք կարող կարծիք հայտնել ենթադրությունների հիման վրա մամուլում հրապարակված նյութերի վերաբերյալ։ Արդյոք Իրանում ծավալվող գործողությունները, պարոն դեսպան, կարող են Սյունիքում լարվածության կամ իրավիճակի փոփոխության պատճառ դառնալ։ Ձեր կարմիր գծերի մասին մենք տեղյակ ենք, բայց այս սահմանին լարվածությունը հավանական համարում եք։ Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին եւ ներկայումս չկան ապացույցներ, ինչի մասին դուք ասացիք։ Մեր քաղաքականությունը միշտ էլ եղել է լարվածությունից խուսափելը եւ մենք փորձում ենք կանխել այն։ Մենք կապի մեջ ենք տարածաշրջանի երկրների հետ եւ փորձում ենք օգտագործել մեր ունեցած լավ հարաբերությունները խաղաղությունը պահպանելու եւ լարվածությունը կանխելու համար։
Պարոն դեսպան, ինչ ճակատագիր է սպասվում Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծին։ Այն նաև խաղաղ պայմաններում էր շեղվում ժամանակացույցից։ Ժամանակացույցը չի հետաձգվել եւ աշխատանքները արագ են կատարվում։ Հաշվի առնելով լեռնային պայմանները, մենք պետք է փորձենք ամառվա կլիմայական պայմանները առավելագույնս օգտագործել աշխատանքներն առաջ մղելու համար։ Եվ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այս տարի ավարտենք այս նախագիծը։ Կարող ենք գրեթե ասել, որ նախագծի 90%-ի հարցում առաջընթաց է արձանագրվել։ Մնացել են մի շարք հենասյուներ, որոնք մենք պետք է տեղադրենք լեռնային տարածքում։ Հենասյուները տեղադրելուց հետո կսկսվի մալուխների մոնտաժման փուլը։ Մենք պետք է իրականում տեղադրենք մալուխները եւ գիծը միացնենք Իրանին։ Սակայն Նուրավան 400 կիլովատ ենթակայանի աշխատանքներում շատ լավ առաջընթաց է արձանագրվել։ Ընդամենը աշխատանքների մոտ 8%-ն է մնացել։ Վերջերս Հայաստանի ենթակառուցվածքների նախարարի հետ միասին այցելեցինք տվյալ ենթակայան։ Նախագծի իրականացման առումով հիանալի առաջընթաց էր արձանագրվել։ Կապանում Իրանի հյուպատոսությունն ինչ հարց է լուծում հիմա, հակամարտության օրերին ինչ խնդիրներ են առաջանում հայ-իրանական սահմանին, արդյոք Իրանից Հայաստան եկողների հոսքը մեծ է։ Մենք օրական 3 չվերթ ենք ունեցել Հայաստանի եւ Իրանի միջև։ Զբոսաշրջության համար բարձր սեզոններին չվերթների թիվը հաշվի առնելով զբոսաշրջիկների թիվը ավելանում էր։ Անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում 176,000 իրանցի զբոսաշրջիկ ինքնաթիռով Հայաստան է այցելել։ Ցամաքային սահմանով մենք 2 կամ 3 անգամ ավելի շատ սահմանահատում ենք ունեցել։ Երբ չվերթները դադարեցին, նրանք ցամաքային սահմանով էին Հայաստան այցելում։ Բացի այդ, հաշվի առնելով, որ մեր միջազգային չվերթները դադարեցված էին, նրանք, ովքեր ցանկանում էին մեկնել այլ երկրներ, քանի որ մենք սահմանակից ենք Հայաստանին, գալիս էին Հայաստան եւ այստեղից մեկնում դեպի Մոսկվա, Չինաստան, Արևելյան Եվրոպայի երկրներ եւ այլն, ինչը հանգեցրեց սահմանին երթևեկության աճի անցյալի համեմատ։ Դա շատ սովորական էր եւ ոչ մի արտասովոր բան չկար։ Երկու երկրների միջև օրական մինչեւ 600 բեռնատար է երթևեկում, չհաշված ավտոբուսներն ու քաղաքացիների ավտոմեքենաները։ Կապանում մեր գլխավոր հյուպատոսությունը շատ կարեւոր դեր է խաղացել այս փոխադրումները դյուրացնելու գործում եւ մենք կարողացանք արդյունավետ կերպով կառավարել այս հարցը։ Մենք անմիջական կապի մեջ ենք եղել Հայաստանի կառավարության եւ Սյունիքի մարզպետարանի հետ։ Մենք այնտեղ որևէ հատուկ խնդիր չունենք եւ երթևեկությունը լիովին անխափան ընթանում է։ Ինչպես է վերաբերվում Էրդողանի հայտարարություններին, որոնք Իսրայելի դեմ են, ինչպես է կարծում անկեղծ է Թուրքիայի նախագահը։ Բոլոր այն երկրները, որոնք կանգնած էին ճշմարտության կողմում, աջակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշմանը։ Սիոնիստական ռեժիմի ագրեսիան այնքան ակնհայտ էր, որ ոչ ոք չէր կարող անտեսել այն։ Իսկ նրանք, ովքեր իրականում չէին դատապարտում այս ռեժիմի ագրեսիան, նրանք էին, որոնց խիղճը մեռած էր։ Հետևաբար բնական է, որ երկրները դատապարտում են հանցավոր արարքը, եւ սա լիովին բնական է եւ ճիշտ։ Պարոն Սոփանի, այնինչ ունենք այս պահին, ընդունելի է Իրանի համար։ ایران از خودش دفاع کرد. Իրանը պաշտպանվեց։ Իրանը փաստացի ցույց տվեց, որ ոչ ոք չի կարող սպառնալ իրեն։ Իրանը ցույց տվեց, որ ոչ ոք չի կարող իր հետ ուժի լեզվով խոսել։ Իրանը ցույց տվեց, որ այլ երկրների կողմից ուժի դիրքերից հանդես գալու պատճառով չի անտեսի իր սեփական ժողովրդի շահերը։ Իրանը ցույց տվեց, որ չի հանձնվելու։ Իրանը ցույց տվեց, որ չի հրաժարվելու իր օրինական իրավունքներից։ Իրանը աշխարհին ապացուցեց, որ Իրանի եւ Իրանի վեհ ժողովրդի հետ պետք է հարգանքով խոսել։ Պարոն դեսպան, ինչ կարծիք ունեք իսլամական համագործակցության կազմակերպության հայտարարության մասին։ Հայաստանի ԱԳՆ-ն այն դատապարտեց, որն է ձեր դիրքորոշում այս հարցի շուրջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը, ներառյալ կեղծ եւ շինծո արտահայտությունների, հասկացությունների եւ նարատիվների օգտագործումը։ Աջակցելով կողմերի համաձայնեցրած հիմնական համաձայնագրի ստորագրմանը, մենք կոչ ենք անում արագացնել այս համաձայնագրի ստորագրումը եւ Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորումը եւ այս գործում խրախուսում ենք երկու կողմերին։ Հորինված եւ կեղծ անվանումների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը եւ այլ երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքին։ Անհրաժեշտ է խուսափել դերակրկնությունից, հատկապես պաշտոնական խոսքում։ Արևմտյան Ադրբեջանն Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է եւ չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար, հատկապես եթե այս գործողությունը ենթադրում է որևէ տեսակի տարածքային պահանջ մեկ այլ երկրի նկատմամբ։ Գեցե Հայաստան, Գեցե Իրան։